Դուք տուժածներից եք, կոնկրետ որտեղ եք ներդրում արել, ինչքան եք տուժել։ Չէ, իմ դեպքը ներդրում չի, իմ դեպքը զեղծարարության դեպք է, որ վարկ են ձևակերպել իմ անունով մոտ 5 միլիոն 374 հազար դրամի ներկանալով որպես Վիվասել MTS-ի աշխատակից։ Ու բացի դրանից նաև իմ հաշվի եղած գումարը քաշել են ու տարել։ Ու փոխանցվել է երկու տարբեր քարտերի, մեկը որը նույն բանկի քարտն է, որտեղից որ տարել են։ Այսինքն համ իմ հաշիվն է նույն Ինեկո բանկի համ այդ կնոջ բանը։ Կոդ է եկել հեռախոսին, հաստատել եք, ոնց է։ Եկել զանգել են ինձ, ռուսերենով խոսել են, մենք խոսել ենք, ինձ ասել է, որ 5G էին տեղափոխվում, կապը փոխանցում են դեպի 5G։ Ես հիմարի նման հավատացել եմ, մտածել եմ դե լավ հնարավոր է, որ Վիվասելը ունենա, աշխատակիցներ ռուսերենով, ասել է, որ հեռախոսի մեջ մի տեղ access տամ, այսինքն մուտք տամ, որ կարողանան փոխանցում կատարեն դեպի հեռախոսը, ու դրանից հետո հեռախոսս անջատվել է, միացել է, ամբողջ application-ը ջնջված, ամեն ինչ ջնջված։ Մի անգամից գնացել եմ բանկ նույն պահին, բայց բանկը հրաժարվեց սառացնի, նույնիսկ իմանալով, որ իրենց նույն բանկի հաճախորդն է անում այդ ամեն ինչը, որ 5 միլիոն դրամը, 5 միլիոն 650 դրամը, 650 հազար դրամը 300 հազարով փոխանցվել է այդ կնոջ քարտի համարին։ Ու ոչ մի կերպ այդ կնոջը չեն գտնում միջը այսօր, դա երբ է եղել դեպքը։ Մայիսի 11-ին։ Այս տարվա։ Հա։ Ինչ են ասում իրավապահները։ Դեռ ասում են սպասեք։ Ինչքան սպասենք, չգիտեմ, նույնիսկ այդ նույն պահին, որ ես բանկին զանգում ասում տանում է գումարները, ես տեսնում եմ, որովհետև համ քաղվածքի մեջ էր երևում, համ որ ես զանգում եմ, ասում որ դա ես չեմ, սառացրեք, հենց հիմա հետ քաշեք այդ գումարը, չէ, մենք չենք կարող, որովհետև գումարը արդեն փոխանցված է, ինչի համար։ Հիմա դու վարկերի տոկոսներն էլ գրվում է դեռ ձեր անունով։ Հա ու զանգում են, ասում են, որ եկեք մուծեք ձեր վարկը։